Պարոն Սարգսյան, դուք մի քանի անգամ նվիրատվություն բառը օգտագործեցիք, ավելի հաճախ հետ եք օգտագործում, նվիրատվությունը կամավոր է լինում, եւ ընդհանրապես մենք ունեցել ենք շատ հիմնադրամներ, հենց նույնիսկ այս նպատակների ծառայելու համար, բայց կամավորության սկզբունքով։ Կա նաեւ պարտադրանքի սկզբունքը, դա աշխատում է շատ երկրներում, աշխատել է, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլը պետականացրեց ամբողջ շարժական միջոցները։ Արտակարգ իրավիճակներում պետությունը իր վրա է վերցնում ֆունկցիաներ, որոնք պարտադրանք են իրենց մեջ պարունակում։ Եվ դա բնական է։ Ասածս հետեւյալն է. դուք բերել եք օրենքի նախագիծ, որը պարտադրանք է պարունակում, որը արտակարգ իրավիճակների կամ պատերազմական իրավիճակներին բնորոշ քայլ է։ Դուք դրա մասին ոչինչ չեք ասում։ Հիմա եթե կամավորության սկզբունքն է, այդ դեպքում թողեք մարդիկ կամավոր, միգուցե հարյուրապատիկ, ինչը մենք արել ենք մի քանի ամիս առաջ եւ շատ լավ ենք զգում, որ այդ քայլը արել ենք, ձեր քայլի մեջ ահաբեկման վախեցնելու էլեմենտ կա։ Այսինքն մեզ սպասում են վիճակ, դուք 5 տարի, 20 տարի անդադ ասում եք, այս խնդիրը լինելու է։ Որից է ձեր հաշվարկը։ Եվ մյուսը, իսկ դուք փորձել եք, իսկ դա մեր սկզբունքային մոտեցումն է, մենք կհիմնավորենք, այդ միջոցները գտնել բյուջեի մեջ, բյուջեի հոդվածների փոփոխության, պաուստային ֆոնդերի, լիքը միջոցներ կան, որի մասին մենք ձեզ կներկայացնենք։ Ձեր են հիմնավորումը, որ հիմնադրամը ավելի ճկուն է, կարող է փոխանցվել եկող տարի, չի համոզում, որովհետև եթե այս ձևի խնդիր կա, մարդիկ են զոհվել եւ դու խնդիր ունես նրանց ընտանիքներին փոխհատուցելու, ու այստեղ 3 րոպեի ընթացքում ձեր ցանկացած օրենքը կարող ենք մենք փոխել, այլ չեմ ասում, որ գործող օրենքները լրիվ հետենարություններ տալիս են։ Զայրույթը այս ձեր բերած օրենքի հետ կապված առաջացել է հենց այդտեղից, ինչու մեր պետությունը իր պարտավորությունները բյուջեի ավելի ճկուն մեխանիզմներ գործելով չի անում, որ հիմա այդ բեռը դրել ենք քաղաքացիների վրա որպես լրացիչ բեռ։ Ինչու այդ միջոցները չեք փորձում գտնել։ Փորձել եք գտնել, չեք գտել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նախ ինչ վերաբերում է նվիրաբերություն թե պարտադիր, ես կարծում եմ, որ շատ հստակ եմ ասել, եթե չէ ներողություն եմ խնդրում, ես նվիրատվություն խոսքը միշտ օգտագործել եմ ի լրումն պարտադիր վճարի, այսինքն ես ասել եմ, որ սա օրենք է պարտադիր վճար նախատեսող, բայց մեխանիզմ ունի, որ ցանկացած մեկը, հատկապես մեկը, որ ավել է վաստակում եւ քրիստոնեական ավանդությամբ շատ է տրված նրան շատ է ակնկալվում, ավելի շատ կմասնակցի եւ հետեւաբար դա կդառնա իր կողմից նվիրատվություն։ Ես փորձել եմ այդ գիծը շատ հստակ գծել, եթե չեմ հասկացվել, ապա դա նկատի ունեի եւ ակնհայտորեն դրա մասին է խոսքը։ 5-ից 20 տարի ես չեմ ասել, ես ասել եմ, որ քանի որ մեր վճարները 20 տարով են հաշվարկված, եւ քանի որ իրանք անդադ ավելանալու են, որովհետեւ տարվա վրա յուրաքանչյուր նույնիսկ եթե 1 դեպք լինի կամ կես դեպք լինի կամ մի տարի չլինի առհասարակ հաջորդ տարի 2 դեպք լինի, ինքը կուտակվելով է գնալու, որովհետեւ 20 տարի որևէ մեկին երբ սկսում ենք վճարել, 20 տարի շարունակ վճարում ենք։ Ու այդ տողը բյուջեում ամեն տարի պետք է համապատասխանաբար միայն աճի։ Իմ ասածը դա է եղել։ Ինչ վերաբերում է քաղաքացիների հաշվին թե բյուջեից, ես կարծում եմ շատ խորը սխալ կա ձեր հարցի մեջ, որովհետև բյուջեն էլ է քաղաքացու հաշվին։ Այսինքն այս տպավորությունն է, որ բյուջեն դա ինչ որ մեկի ձևավորածնա դրսից, իսկ մնացածը մենք փորձում ենք քաղաքացու հաշվին։ Իհարկե բյուջեն էլ է քաղաքացու հաշվին։ Ուղղակի հատուկ մի պարտադիր վճար է ձևավորված, որը շեշտադրում է մի խնդիր, լուծում է մի խնդիր, միգուցե բյուջեի ընդհանուր տրամաբանությունից մի փոքր դուրս, շեշտադրելով եւ կարեւորելով կոնկրետ մի խնդիր, որը մեզ բոլորին հուզում է։ Եթե այդ հարցը հնարավոր է 3 րոպեում լուծել, ինչպես դուք եք ասում, ես կարծում եմ, որ 90-ական թվականների սկզբին, երբ որ պատերազմ էր եւ մենք այդ խնդիրը ունեինք, պետք էր լուծել 3 րոպեում։ Հետո երբ որ մենք ունեինք նման դեպքեր ապագայում, պետք էր այդ ժամանակ, բայց մենք չենք կարողացել, չէ՞ լուծենք, որովհետեւ մեր ծախսը միշտ եղել է ավել, քան մեր հավաքած միջոցը բյուջեում։ Հիմա մենք փորձում ենք այս ձևով լուծենք։ Կարող է ինքը շատ պոպուլար միջոց չի, բայց ինքը շատ անհրաժեշտ միջոց է։ Շնորհակալություն, պարոն նախարար, պարոն Մանուկյան։ Մենք ոնց որ նույն բանն ենք ասում, ես էլ եմ ասում, եթե քաղաքացի մի անգամ ուծում է բյուջե, իսկ մեր համանդությունը ասում է սոցիալական երկիր ենք եւ այդ խնդիրները պետության պարտավորությունն է, բյուջեից այդ խնդիրները լուծվում են, մինչեւ հիմա լուծվել են։
Այս օրենքի նախագիծը լրացուցիչ բեռ է առաջացնում քաղաքացու համար։ Իմ ասած հենց դա է, որ բյուջեի եղած արդեն քաղաքացիների կողմից հավաքված բյուջեի շրջանակներում ես ասում եմ, որ հնարավոր է լուծել։ Դուք դա ճանապարհը գտել եք թե ոչ, եւ առաջին հարց, որ ես ասեցի, արտակարգ իրավիճակներում աշխատում է պարտադրանքը, դա շատ նորմալ է։ Սկզբից որ ասեցի Չերչիլի օրինակը։ Մյուս դեպքերում աշխատում է կամավորության սկզբունքը, որը մարդասիրություն է, քաղաքացու կամավոր մասնակցությունն է։ Ինչու ենք ընտրել այս առաջին տարբերակը։ Շնորհակալություն։ Իրոք նույն բանն ենք ասում, այո, մենք նույն բանն ենք ասում, որ բյուջեն էլ է քաղաքացու ձևավորած բյուջեն, այո, սա լրացուցիչ բյուջե գնացող միջոց է եւ ես դա ասել եմ իմ մուտքային խոսքում, ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակներում հավաքելուն, ես ձեզ ասացի, որ երկար տարիներ արտակարգ իրավիճակներում մենք դա ի վիճակի չենք եղել հավաքելու, որտեղ արտակարգ իրավիճակում ծախսերը շատ ավելի առաջանցիկ են, քան մուտքերը, որտեղ հենց որ արտակարգ իրավիճակա բոլորի եկամուտները կտրուկ ընկնում են, իսկ ծախսերի խնդիրը կտրուկ բարձրանում է։ Հետևաբար, եթե դա չանել մի վիճակում, երբ որ դու ավելի հանգիստ ես, դու երբեք դա չես անելու մի վիճակում, երբ որ լինես լարված։ Այդ է իմ պատասխանը։ Իրոք մենք նույն բանն ենք ասում, պարոն Մանուկյան։